շատ մարդկանց պարգևում ես պոզիտիվ էմոցիաներ, քո կոնտենտը հիմնականում տրենդային չի, այլ հենց չկրկնվող է, ինքը հենց քոնն է, ու մարդիկ այդ հումորը շատ են սիրում։ Ում հումորն ես սիրում դու, ում ես դու նայում։ Ես նայում եմ իմ գործընկերներից, եթե բլոգերների շրջանակներում ենք, Փորձենք համաշխարհային մասշտաբով։ Հա, եթե համաշխարհային մասշտաբով, ես սենց կասեմ, սերիալներ կասեմ, այդ ռեժիսորին, սցենարիստին ու պրոդյուսերը, համ սցենարիստը, համ ռեժիսորն է, համ պրոդյուսերն է, Մարկ Չերիկա, ում իր սերիալները, սիթքոմները շատ եմ նայում, այնտեղ նույն Теория большого взрыва, Մամочка, Как я встретил вашу маму, մի խոսքով այդ շարքերից կարծեմ ես վերջինս Իրանն էր, չէ։ Հա, Չակ Լորի։ Կարծեմ վերջին Իրանն չէր, բայց նույն ֆորմատի սերիալներն էլի։ Հա, նոր բան ունի, Как я встретил вашего папу, բայց չաշխատեցի եթերում։ Դե արդեն չէ։ Որտեվ, այսինքն իսկ այնտեղ քո սիրած պերսոնաժներից սկսենք Big Bang Theory-ից։ Բանը Շելդոնն է գալիս, ուզում էի ասել Շելդոն, բայց ավելի շատ ես Պենիին եմ սիրում, ինչի ես սիրում եմ այդպես հասարակ, կենցաղային, ինքը հասարակ կենցաղային հումոր անող է, այդ հումորը ինձ ավելի հարազատ է ու ծիծաղելու, այսինքն չոր է, տեղ սև է նույնիսկ Պենի գլխավոր գեղեցկու գյուղի աղջիկ է ինքը, ասենք Տեխասից եկած, մի խոսքով Իսկ բանի մեջ Բարնին է, Как я встретил։ Հա, որտեղ դա լեգենդար է, այո։ Նույն Ֆրենցից էլ օրինակ բանը Մոնիկայի ամուսնու Չենդլերը, Ողորմածի Չենդլերը, այսինքն իր սև հումորը, սարկազմը, այդ կողմը ինձ ավելի է դուր գալիս։ Սարկազմը համարվում է, էլի ռուսերեն փորձում ասեմ, ես հայերենից բան չի, նիշա ֆորմա հյումորը։ Արդյոք տենց է, թե սարկազմը հենց համար մեկն է հումորում։ Այդ երևի ինչ-որ նուդնի մարդ է ասել այդ միտքը։ Չէ, սարկազմը այդ հումորի տեսակ է, որը իմ համար շատ ծիծաղելու է։ Ինքը ինքնապաշտպանողական է, նախ սարկազմը ինքնապաշտպանողական հումոր է, երբ որ ինչ-որ բան դուրս չի գալիս, սարկազմի ես տալիս, բայց ամեն դեպքում իմ համար ծիծաղելու է։ Դե անթա չես կարող օգտագործես, որտեղ մարդիկ արդեն չեն հասկանա քո այդ խոսալը, դու ճիշտ ես ասում, սարկազմ ես անում, թե ինչ ես անում, բայց չէ, ծիծաղալու է։ Կրկնվող սարկազմը ծիծաղալու չէ, բայց այո, սարկազմը ու ամեն անգամ նոր բան հորինես, ասենք, չգիտեմ, հարցին եմ, որ ասում եկել ես նկարահանվելու, ասենք եկել նստել եմ կամերաները մի ասած են, էլի, ասենք դժվար եկել խորոված ուտելու